Եթե վեհափառ հայրապետը հայտնվի ԱԱԾ բանտում, ինչպես մեր եպիսկոպոսներն են այնտեղ գտնվում, ԱԱԾ այդ բանտախուցը կդառնա վեհարանը, կդառնա այն վայրը, որտեղ որ նստում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Մտածում էր երևի շատ ուժեղ բան կստացվի, բայց տեսանք ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Եթե ընդդիմադիր դաշտը իրենց այդ ուխտաերթ կոչվածի մասին շատ չխոսեր, ինձ թվում է լրահոսում կգնար կկորեր այն ինչ որ իրենք արեցին։ Այն կոմպրոմատներով Նիկոլ Փաշինյանի կողմը անցած մարդիկ, ես իրենց մեջից մարդ գիտեմ անձամբ, որ շատ նվիրված մտերիմ էր Բագրատ Սրբազանի հետ, անդադ գալիս էր գնում պայքար Նիկոլ Փաշինյան դեմ, մեկ էլ հայտնվում է Նիկոլ Փաշինյանի կողքը, այդ ինչպես եղավ։ Ուղղակի մենք մի քիչ մեծահոգի լինելով, այդ բոլոր անձանց մասին ինֆորմացիաներին տիրապետելով չենք ուզում հայտնել։ Սիոն Սրբազանը պատարագ է մատուցում, զեղչում է վեհափառ հայրապետի անունը, բայց պատարագի մեջ երկու տեղ էլ կա, որտեղ վեհափառ հայրապետի անունը հնչում է, որը դպիրների ու սարկավագների ասելիքն է։ Սարկավագները իրեն հակառակ ասում են վեհափառ հայրապետի անունը։ Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը Սրբազան պայքարի ակտիվիստ Լիդիա Մանթաշյանն է։ Բարև ձեզ, Տիկին Մանթաշյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Տիկին Մանթաշյան, Սուրբ Ծնունդին Նիկոլ Փաշինյանը որոշեց ուխտիերթ կամ ուխտիերթ կազմակերպել, գնաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Աննա եկեղեցիներ, ինչ ուղերձեր սա պարունակում։ Տեսեք, քանի որ ինքը արդեն այս փուլը սպառել է եկեղեցու դեմ արշավի, ինքը տարբեր բաներ փորձարկեց այս ամբողջ ընթացքում, տարբեր հայտարարություններ արեց, ինչ որ բաներից հրաժարվեց, տեսավ, որ չի լինելու Սուրբ Ծնունդ էր, մտածում էր ինչ որ մի բան պետք է անել երևի, այդպես որոշեց, մտածում էր երևի շատ ուժեղ բան կստացվի, բայց տեսանք ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Եթե ընդդիմադիր դաշտը իրենց այդ ուխտաերթ կոչվածի մասին շատ չխոսեր, ինձ թվում է լրահոսում կգնար կկորեր այն ինչ որ իրենք արեցին։ Տիկին Մանթաշյան, տեսեք, մենք ասում ենք, որ եկեղեցու դեմ արշավը սպառել է իրեն, բայց հենց Սուրբ Ծնունդի նախորդող օրերն էր, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծեց այսպես կոչված բարենորոգումների, ճակերտավոր բարենորոգումների ծրագիրը, որի տակ ստորագրեցին 10 տիրադավները եւ հենց ինքը Նիկոլ Փաշինյանը իր ստորագրությունը դրեց որպես ՀՀ վարչապետ։ Այսինքն սա չի նշանակում, որ պետության դեմ արշավը պետական մակարդակի վրա է դրվում արդեն պաշտոնապես եւ մտավախություն չկա, որ նոր թափով է Նիկոլ Փաշինյանը հարձակվելու եկեղեցու վրա։ Դուք երևի սայթակում ունեցաք, ասեցիք պետության դեմ արշավը, իրոք եկեղեցու դեմ արշավը, դա պետության դեմ արշավ է, որովհետև մեր պետության գոյության համար դարերով պայքարող կառույցը եղել է մեր եկեղեցին։ Եվ երբ որ արդեն մենք ունեցել ենք ազատ պետականություն, եկեղեցին ամեն կերպ փորձել է նպաստել այդ պետության կայացմանը։ Նույնիսկ տարբեր երկրներում դեսպանատան համար տարածքներ է տրամադրել, սոցիալական շատ մեծ բեռ է վերցրել իր վրա, որ եկեղեցու ֆունկցիան ամբողջ աշխարհում Քրիստոսի խոսքի քարոզչությունն է։ Բայց եկեղեցին վերցրել է շատ բաներ իր վրա, դրա համար պետության բեռն է վերցրել իր վրա։ Դրա համար շատ ճիշտ ասեցիք, որ պետության դեմ է այս արշավը։ Երբ որ դուք ասում եք ինչ-որ ինստիտուցիոնալ փուլ են մտել իրենք, տեսեք, գրեթե նույն փաստաթուղթը հրապարակեցին 10 տիրադավները։ Հետո նույն փաստաթուղթը գրեթե նույն այնտեղ շատ թեթև խմբագրումներով իրենք ստորագրում են նույն 10 անձը, այսինքն որևէ մեկը չավելացավ իրենց։ Մենք դա պետք է արձանագրենք։ Թեկուզ եթե ավելանային, ովքեր են այդ ավելացողները։ Միայն ավելացավ Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ տողը։ Դա վկայում է այն մասին, որ նախորդ փաստաթուղթն էլ է իր կողմից կազմված եղել, եւ հիմա նա ամբողջ պետական ռեսուրսը օգտագործում է եկեղեցու դեմ։ Սա դա է նշանակում, բայց իրենք չեն հաջողել, տեսեք, 6 ամսից ավել է, չէ, արդեն այս արշավը շարունակվում է, այսինքն դրանից առաջ 2018 թվականից իրենք արդեն սկսել, ներողություն, իրենք արդեն 2018 թվականից սկսել էին, բայց մոտ 6-7 ամիս առաջ ավելի ուժգին սկսեցին պայքարել եկեղեցու դեմ, այդ ընթացքում շատ տարբեր ռազմավարություններ փոխվեց իրենց մոտ, այսինքն իրենք ոնց ձևափոխվում են,
որևէ ձևով չեն կանվնասատան եկեղեցուն։ Եպիսկոպոսների ձերբակալեցին, շատ տարբեր վատ ինֆորմացիաներ, սուտ թե ճիշտ, տարածեցին եկեղեցու եւ եկեղեցականների մասին, բայց եկեղեցին, քանի որ քրիստոսահաստատ կառույց է, գլուխը Հիսուս Քրիստոս է եկեղեցու, այսինքն դու Աստծո դեմ ես դուրս եկել պատերազմի, իրենք չեն հաջողելու։ Եթե նույնիսկ իրենք կարողանան Վեհափար Հայրապետին ձերբակալել օրինակ, միևնույն է եկեղեցուն հաղթել իրենք չեն կարողանալու։ Եթե Վեհափար Հայրապետը հայտնվի ԱԱԾ բանտում, ինչպես մեր եպիսկոպոսներն են այնտեղ գտնվում, ԱԱԾ այդ բանտախուցը կդառնա վեհարանը, կդառնա այն վայրը, որտեղ որ նստում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Պարտադիր չէ, որ մեծ շենքերում լինի գահը մեր կաթողիկոսի, լինի մի հատ տաբուրետ կա, ներողություն այդ բառիս համար, այդ տաբուրետկան, որի վրա նստում է մեր Վեհափար Հայրապետը, լինելու է հայոց Հայրապետի գահը։ Եղել են դեպքեր պատմության մեջ, շատ դեպքեր են եղել, երբ որ կաթողիկոսներ են սպանվել, արշավներ են եղել եկեղեցու ներսից, պառակտումներ, հերձվածներ են առաջացել, դրանք բոլորը գնացել կորել են պատմության մեջ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին միշտ մնացել են կանգուն, այդպես էլ լինելու է, եւ այն, որ իրենք անընդհատ իրենց ռազմավարությունը փոխում են, դա էլ վկայում է նրա մասին, որ իրենք ինչ անում են, ձախողում են։ Ամեն դեպքում ինչպես եք դուք գնահատում բարենորոգման այս խորհրդի ստեղծումը եւ կոպիտ ասած ստացվում է, որ եկեղեցու մեջ ստեղծվում է զուգահեռ մի կառույց։ Սրա մասով ինչ հետևանքներ սա կարող է ունենալ իրապես եւ հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության եւ ինչու ոչ քրիստոնյա հայ ժողովրդի համար։ Իրենք մաքսիմալ վատ բանը, որ կարող են անել, կարող են ստեղծել հակաթոռ, հա, եւս մեկ կաթողիկոս ընտրեն իրենք, ասեն սա է մեր կաթողիկոսը, բայց ընդհանուր եկեղեցուն հպատակեցնել իրենք չեն կարողանալու։ Երբ որ ասում եք եկեղեցու ներսում է այդ կառույցը ստեղծվում, այդ կառույցը եկեղեցու ներսում չի։ Մի հատ նայեք ովքեր են այդ բարեփոխողները։ Այն մարդը, ով ուխտ եւ ուխտ բառը իրարից չի տարբերում, ուզում է բարեփոխի եկեղեցին։ Դուք ինչպես պիտի բարեփոխեք։ Այդ փողոցում գտնվող մարդկանց, ովքեր դուրս էին եկել այդ ուխտաերթին, տեսակ ովքեր էին, ինչ կապ ունեն իրենք հայ առաքելական եկեղեցու հետ։ Որևէ առնչություն չունեն այդ մարդիկ։ Կարող է 1-2 մոլորված անձ հայտնված լինի այդտեղ, բայց իրենք մեծ հաշվով կապ չունեն հայ առաքելական եկեղեցու հետ։ Դավանանքը մեր, իրենք գիտեն մենք ինչին ենք հավատում։ Հավատամքը մեր գիտեն ինչի մասին է։ Ոչ, իրենք ուղղակի այդպես մի քանի բան գիտեն, ասենք, այս մեկը կոռուպցիոներ է հոգևորականից, այն մյուսը երեխա ունի, այն մեկը չգիտեմ ինչ, դա չի մեր եկեղեցին։ Իրենց մեջ ովքեր են ներգրավված այդ եպիսկոպոսներից, կամ շատ վատ համբավ ունեցող անձինք են, շատ վատ համբավ ունեցող, որ բոլորս միշտ ես երկար տարիներով եկեղեցու մեջ պարզ հավատացյալ եմ եղել, եւ երբ որ ինչ որ մեկը իմանում էր ես եկեղեցու հավատացյալ եմ, միանգամից ասում էին, բա այս ինչ մարդը, մենք ստիպված փորձում ենք պաշտպանել, ես ազնվորեն մտածել եմ, որ այդ մարդիկ ազնիվ են ու ամեն ձևով փորձել եմ պաշտպանել այդ անձանց։ Հիմա այդ բեռից ազատվել եմ։ Իրենք արդեն ցույց տվեցին, որ իրենք իրոք այն մարդիկ են, ինչպես որ ժողովուրդը խոսում էր իրենց մասին։ Այդ մարդիկ են եւ վախեցած մարդիկ, ովքեր չկարողացան իրենց անձնական վախերը հաղթահարել եւ ճշմարտության կողք կանգնել։ Այն կոմպրոմատներով Նիկոլ Փաշինյանի կողմը անցած մարդիկ, ես իրենց մեջից մարդ գիտեմ անձամբ, որ շատ նվիրված մտերիմ էր Բագրատ Սրբազանի հետ, անդադ գալիս էր գնում պայքար Նիկոլ Փաշինյանի դեմ, մեկ էլ հայտնվում է Նիկոլ Փաշինյանի կողքը։ Այդ ինչպես եղավ։ Ուղղակի մենք մի քիչ հավանաբար մեծահոգի լինելով, այդ բոլոր անձանց մասին ինֆորմացիաներին տիրապետելով չենք ուզում հայտնել, որովհետև, չգիտեմ, մի քիչ բարոյականության հարց է, էլի։ Ես անկեղծ չեմ ուզում իմ միջոցով ինչ-որ ինֆորմացիա դուրս գա այդ մարդկանց մասին, բայց նույնիսկ այն Տեր Արամը, որ առաջինը դուրս եկավ Վեհափար Հայրապետի դեմ ու առաջին կարելի ասել այդ
մեծ հարվածը ինքը ընդունեց իր վրա, հիմա ով որ միանում է, այդպիսի հարվածը չի արժանանում, չէ՞, ինչպես Տեր Արամը Ստեփան Ասատրյանը առաջին հարվածը ընդունեց։ Շատերը գիտեն ինչ կոմպրոմատ ունեն իր նկատմամբ, ինչով են շանտաժանում, բայց ես թույլ չեմ տա երբևէ, այսինքն դեռ թույլ չեմ տա հրապարակել այդ ինֆորմացիան, որովհետև մի քիչ չեմ ուզում այդ դաշտ մտնել, բայց բոլորս էլ գիտենք, որ այն մարդիկ, ովքեր միացել են դրան, այնպես չի, այդպես շատ մեծ սրտով են միացել։ Վազգեն Սրբազանը վստահ եմ, որ ինքը այդ գաղափարները կրող մարդներ էլի, դրանք գաղափարներ էլ չեն, չգաղափարները կրող անձներ, ես դեռ տարիներ առաջ իրեն մի անգամ լսեցի 21 թիվն էր պատերազմից անմիջապես հետո սենց խելագարության էի հասնում, ինչպես կարող է մեր եկեղեցու եպիսկոպոսը նման մտքեր արտահայտի, նա համոզումով է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնել, երեկ էլ մի տեսանյութ էին տարածում, տենց շատ հուզված խոսում էր, երբևէ վեհափառ Հայրապետի կամ իր հոգևոր եղբայրներից մեկի խոսքից այդպես հուզվել է, ինքը ուղիղ եթեր անի ասի, վայ, այս ինչ հուզիչ խոսքեր։ Ինքը գաղափարապես է այնտեղ, բայց չեմ կարծում, որ այդ կառույցը կարող ենք համարել եկեղեցու ներսում առաջացած կառույց։ Իրենք օտար մարմին են, արդեն օտարվել են իրանք եկեղեցուց, դա եկեղեցու ներսում չի, ու այս ամեն ինչով իրենք եկեղեցին հնարավոր է շատ ավելի ուժեղացնեն, քանի որ մաքրում են իրենք եկեղեցին, դուրս են գալիս բոլոր այն օտար բջիջները, ովքեր որ եղել են եկեղեցու ներսում, որովհետև այն դիրքորոշումները, որը միշտ Մայր Աթոռը հայտնել է, դա ընդհանուր եկեղեցու մտածողության արգասիքն է եղել։ Եկեղեցին դարերով այդպես է մտածել, մեր ինքնության պահպանության ջահակիրն է եղել, այսպես ասած, ու դա եկեղեցու մտածողությունն է, եթե իրենք իրենց օտար են համարում այդտեղից, ուրեմն իրենք երբևէ կապել չեն ունեցել այդ եկեղեցու հետ, ու շատ լավ է, որ իրենք գնում են, ինչքան էլ ուզմաուծություն ունենան, այդպիսի բաներ բոլոր դարերում եղել են։ Տիկին Մանտաչյան, բայց նաև մտավախություն չկա, որ ժողովրդի համար կարող է սովորական դառնալ, որ եկեղեցականները աստիճանաբար լինի դա շանտաժի ազդեցությամբ, վախի մթնոլորտում, բայց միանում են Նիկոլ Փաշինյանին, եւ այս դեպքում դուք նշեցիք, որ եկեղեցին մաքրում է այդ օտար եւ վատ բջիջներից, իսկ մտավախություն չկա, որ այնքան կմաքրվի, վերջո կդատարկվի եւ այլևս չի լինի հույսի այսպես բռնվելու միտեղ, որ կգա փրկություն եւ թարապես Նիկոլ Փաշինյանը վերջնականապես կձախողի իր այս կրոնադար եւ ազգադար քաղաքականության մեջ։ Չի կարող եկեղեցին դատարկվել, որովհետև ինչպես մենք գիտենք 30-ական թվականների այդ բռնաճնշումներից հետո, երբ որ նույնիսկ խեղտամահ արվեց ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը, մեկ եպիսկոպոս էր մնացել Մայր Աթոռում եւ այդ մեկ եպիսկոպոսով կարողացավ ամբողջ եկեղեցին ոտքի կանգնել։ Հիմա մեկը չէ, մեկից շատ ավելները կան։ Ես շատ ուրախ եւ հիացմունքով եմ լսում, շատ քիչ է խոսում, բայց օրինակ Գուգարաս թեմի առաջնորդ Սրբազանի խոսքը, մեր բանտարկված եպիսկոպոսներն, արքեպիսկոպոսները, ովքեր կան, այդ մարդիկ միշտ եղել են ճշմարտության կողմը կանգնող մարդիկ, բանտում գտնվող անձինք հիմա, մի բան էլ ասեմ, միշտ եղել են բոլոր տեղերում վեհափառի հետ բանավիճող, ինչ-որ բաներում չհամաձայնվող, ճշմարտությունը գտնել փորձող անձինք, իրենք այդ մարդիկ են եղել, հա? Իսկ այն մարդիկ, ովքեր հիմա դուրս են եկել վեհափառի դեմ, իրանք միշտ այսպես լուռ նստող, դիտող ինչ-որ մարդիկ են եղել, հիմա այդ մարդիկ, ովքեր ներսում չեն կարողացել այնքան ուժ ունենան, տղամարդկություն ունենան, իրենց ձայնը արտահայտեն, գնացել են մի քիչ հետ, մի քիչ կոպիտ արտահայտություն անեն, բայց այն փոքրիկ շնիկներ են լինում են, որ մեծ շուն են տենում, վախենում են մոտենան ինչ-որ բան անեն, ասենց հեռու են գնում, սկսում են հաչալ, հենց տերն են մի քիչ մոտիկա գալիս, փախնում են, բայց այդ մեծ շները այսպես հաստատում քայլում են, նույնիսկ ուշադրություն էլ չեն դարձնում։ Հիմա այդպես իրանք գնացել են հետ, առնչություն չունեն վեհափառի հետ, այդպես ինչ որ փոքրիկ ներողություն հաչում են հերվից, այդպիսի տպավորություն է, այսինքն իրենք այնքան թույլ են եղել, ընթացքում որևէ քննադատություն չեն էլ կարողացել իրենք արտահայտեն, արտաբերեն,
բայց նույնիսկ այս պարագայում իրենք այնքան թույլ առաջնորդներ են եղել։ Հիմա նայեք օրինակ Շիրակի թեմում ինչ է կատարվում։ Շիրակի թեմի առաջնորդը բանտում է գտնվում։ Այնտեղ որևէ հոգևորական չվախեցավ ու Նիկոլ Փաշինյանի համար պատարակ չմատուցեց։ Իսկ օրինակ Սուրբ Ծննդյան պատարակին Արմավիրի թեմում, որտեղ Սիոն Սրբազանն է տիրադավներից մեկը։ Սիոն Սրբազանը պատարակ է մատուցում, զեղչում է Վեհափար Հայրապետի անունը, բայց պատարակի մեջ երկու տեղ էլ կա, որտեղ Վեհափար Հայրապետի անունը հնչում է, որը դպիրների ու սարկավագների ասելիքն է։ Սարկավագները իրեն հակառակ ասում են Վեհափար Հայրապետի անունը։ Այսինքն իր թեմն է, իր տարածքն է, որտեղ ինքը պիտի ունենա ամբողջական իշխանություն, բայց նույնիսկ իրանք իրենց տարածքում չունեն այդքան ուժ, որ իր խորանի վրա բարձրացող այդ տղաներին կարողանան ճնշել, ասել, չէ, դուք պիտի Վեհափարի անունը զեղչեք։ Կամ նայեք օրինակ Սուրբ Աննա եկեղեցում, տեղի հոգևորականներից, հենց իրենց քահանաներից ով էր մասնակցում պատարակին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ով էր։ Սուրբ Զորավոր եկեղեցուց եկել էր Տեր Վահանը։ Բայց տեղի հենց այդ եկեղեցու քահանաները, ում առաջնորդն է, այսպես ասած, Անուշավան Սրբազանը, իրենք այդտեղ չէին, սարկավագներից մեծ մասն էլ չկային, այնտեղ մի երկու հոգու տեսա ընդամենը որ կային։ Այսինքն իրենք այդ իրենց նույնիսկ տիրույթում խնդիր ունեն։ Այնպես որ չեմ կարծում իրենք հաջողելու են, ոչ թե չեմ կարծում, ուղղակի վստահ եմ, որ իրենք չեն հաջողվի։ Տիկին Մանթաշետ, պատահական էր ընտրված Սուրբ Ծնունդը։ Գիտեք, վերջին շրջանում նաև շատ են համեմատությունները, որ 44-օրյա պատերազմի եւ դրանից հետո, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը, Հայաստանից հատվածներ էր պոկում, այդ բոլոր ուրեմն գործողությունները համընկնում էին խորհրդանշական օրերի եւ սիմվոլների հետ։ Եվ հիմա կարծեք թե նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ իր գործողությունները իրականացնում է այդ խորհրդանշական եւ ինչու ոչ նաեւ սրբազան օրերին, որովհետեւ Սուրբ Ծնունդը դա ոչ քրիստոնյաների համար սրբազան օր է համարվում եւ շատերը անգամ սա որակել են որպես սրբապղծություն։ Դե դա հենց սրբապղծություն էր, հենց պատարակի մեջ փոփոխություն կատարելը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, դա արդեն սրբապղծություն էր։ Այո, իրենք գործում են նույն մեթոդիկայով, ինչ որ թուրք-ադրբեջանական տանդեմն է գործում։ Նրանք շատ լավ, այտենց եղբայրական սիրով գործում են, բայց միևնույնն է, էլի կկրկնեմ, իրենք չեն հաջողելու։ Իրենք չեն կարող հաջողել այս պայքարը, որը որ ասում եմ, դա Աստծո դեմ պայքար է, ոչ թե կոնկրետ անձի դեմ ուղղված պայքար, որովհետև իրենք ուզում են սրանով հպատակեցնեն եկեղեցին, ուզում են իրենց հպատակ, իրենց ծառայող որևէ կաթողիկոս ունենալ, ու նաև մի ուրիշ բան կա, որ իրենք անում են, ես տավուշեցի եմ, մեզ մոտ հոգևոր կյանքը խորհրդային տարիներին շատ ճնշված է եղել, եթե օրինակ մեզնից մի քիչ այն կողմ գտնվող Գուգարաց թեմի հիմիկվա տարածքում, օրինակ Վանաձորում կամ մի քիչ ավելի այն կողմ գտնվող Գյումրիում տարբեր տեղեր խորհրդային տարիներին եկեղեցիներ պահպանվել են, մեզ մոտ եկեղեցիները կամ հիմնահատակ քանդվել են կամ տեղում ուրիշ բաներ են կառուցվել ու քարոզչությունը շատ ավելի ուժեղ է եղել հակաեկեղեցական, քան մնացած վայրերում։ Ինչու է այդպես եղել։ Եղել է այն պատճառով, որովհետև Տավուշը Ադրբեջանի ու Վրաստանի սահման է եղել, իրենք էլ որ ուզում էին այդպես մեծ կայսրություն կառուցել, որպեսզի ժողովուրդը կարողանա իրար հետ ապրել, ինչն է իրանց տարբերող հատկությունը, տարբերող իրանց ինքնության կարևոր բջիջը, ինչն է։ Եկեղեցին, կրոնը, հավատքը։ Դրա համար հավատքը ճնշել են, որ կարողանանք մենք ադրբեջանցիների ու վրացիների հետ ապրել ավելի հաշտ ու խաղաղ։ Հիմա նույն բանը իրանք անում են այստեղ, սա մեր հավատքը ճնշելու միջոց է։ Իրենք փորձում են ճնշել մեր հավատքը, ինչու, որ կարողանան ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել, որ կարողանան վերաբնակեցնել, բերել ադրբեջանցիներին այստեղ։ Անցած օրը մեկը պատմում էր, ասում եմ ծանոթ գործարարներից մեկի հետ կռվել եմ, ասում եմ ինչ ա եղել, ասում եմ դե մենք եթե քրիստոնյա չլինեինք, ասում եմ մահմեդական լինեինք, ասում եմ այդ հարևան պետությունների հետ խնդիր չէինք ունենա, էլի իրանց հետ հանգիստ կապրենք, ավելի լավ կլինի մենք ընդունենք, ասում եմ ինչ տարբերություն նույն Աստվածն։ Այսինքն եթե դուք չեք տարբերում, որ մեր Աստվածն ու իրանց Աստվածը տարբեր է, ու պատրաստ եք զեղչելու ձեր ինքնության այդ մասը, բա էլ ինչի մասին է խոսքը, այսինքն այդ քարոզչությունը արդեն իրենք սկսել են տանել։
իրենք քրիստոնյա չեն այդ մարդիկ ովքեր որ կան, Նիկոլ Փաշինյանը ինքը աղանդավորատիպ ինչ որ կերպար է, ես չգիտեմ ինքը հետագայում կպարզվի թե որ աղանդից է սերում, չգիտեմ, մի քիչ մտածում եմ երևի կյանքի խոսքից է, որովհետև աղջիկները սերտ կապեր ունեն կյանքի խոսքի անձանց հետ, բայց ինքը հայ առաքելական եկեղեցու դավանանքին հակասող բաներ է անում։ Այնպես որ չի հաջողելու, չմտածեք։ Տիկին Մանթաչյան, վերջին շրջանում նաև իշխանությունները արշավ են սկսել հենց եկեղեցուց զատ, արշավ են սկսել նաև հասարակական քաղաքական ակտիվիստների, բարերարների դեմ, փաստացի մեր սրբազաններն են կալանավորված, հոգևորականներ, հասարակական քաղաքական ակտիվիստներ, սա ինչի համար է արվում։ Մարդկանց վախեցնելու, իրենք ահաբեկիչներ են։ Իրենք ահաբեկում են այս ժողովրդին։ Ես եմ հիմա քրեական գործով անցնում որպես ահաբեկիչ, Բագրատ Սրբազանի հետ միասին, բայց իրենք են այս երկրում ահաբեկիչ, իրենք այս միջոցով փորձում են ահաբեկել ժողովրդին, որպեսզի որևէ մեկը իրենց հակառակ որևէ գործողություն չանի, որևէ հակառակ միտք չարտահայտի։ Իրենք այսպես համահարթեցված, հլուհնազանդ զանգված են ուզում Հայաստանի Հանրապետությունում ու մեր դեմ գործ հարուցելով իրանք ցույց տվեցին, որ իրենք այդ մեսիջն էին նաև ուզում տալ, որ մեզ համար տարբերություն չկա, կին, տղամարդ, բիզնեսմեն, նահատակի հայր, ով ուզում ա լինեք։ Դուք բոլորդ հայտնվելու եք բանտում, եթե դուք եղաք ընդդիմադիր։ Մեր գործով 18 անձինք շատ տարբեր, տաքսիստ կա մեզ հետ, զինվորական գնդապետ կա, ոստիկանության գնդապետ կա, հիմա այս կարմիր սև վերետավորների կառույցը ստեղծող անձը հիմա մեզ հետ քրեական գործով անցնում։ Այսինքն հայրենիքին նվիրված ծառայող, հայրենիքի համար որևէ բան արած կամ անել ցանկացող մարդիկ հայտնվելու են ճաղերի ետևում, իրենք ոչ մի բանի առաջ չեն կանգնելու։ Բանտերում էլ տեղ չկա, բայց միևնույնն է կստեղծեն իրենք։ Իրենք ասեմ նույնիսկ մեր պետական համակարգը մեր քանակությամբ 18 անձ էինք, չէ, բանտերում, այդ քանակությամբ անձանց սպասարկելու ռեսուրս էլ չունի։ Երբ որ մեզ պիտի տանեին դատական նիստերի, ջերմուկից գալիս էր մեքենա, որպեսզի ինձ դատից հետո տանի հասցնի Աբովյան քրեակատարողական հիմնարկ, այնտեղից այդ մարդը գնա հետ ջերմուկ իրա տուն։ Այսինքն իրանք այդքան ռեսուրս էլ չունեն, բայց հիմա ամեն ինչ անելու են, ոստիկանության այդ շարքերը համալրելը դրա մասին է վկայում, որ այս երկիրը բռնապետական երկիր է եւ բոլորին, ով մի փոքր վտանգ է ներկայացնում իրենց համար, տանելու են բանտեր ու այդ միջոցով ահաբեկելու են մյուսներին, որպեսզի հանկարծ որևէ մեկը իրենց դեմ որևէ բան չանի։ Եվ վերջում Տիկին Մանթաշյան, ակնհայտ է, որ հասարակության ստվար հատվածը դեմ է այն ամենին, ինչ կատարվում է երկրի ներսում, դեմ է այն ամենին, ինչ կատարում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, սակայն տեսնում ենք, որ ընդվզում բողոք չկա։ Այս պարագայում ինչ պիտի անի ժողովուրդը կամ ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի կարողանա ժողովրդի այս ցասումը մոբիլիզացնել եւ ի վերջո փրկել հայրենիքը կործանման այս ընթացքից։ Ես մի քիչ վատ բաներ ասեմ, էլի։ Մեր ժողովուրդը շատ ազնիվ ու լավ ժողովուրդ է։ Ժողովուրդը չի ինքնակազմակերպվելու երբևէ։ Ժողովրդին պետք են առաջնորդներ, ովքեր կառաջարկեն ժողովրդին, կասեն ժողովուրդ ջան, այս ինչ խնդիրներն ունենք, այս ինչ բանն է պետք անել եւ ժողովուրդը կգնա իրենց հետևից։ Մենք ունենք խնդիր, ընդդիմություն չեմ ասում, էլի, քաղաքական ուժեր, ընդհանուր ընդդիմադիր հայացքներ ունեցողների մեջ մենք ունենք էլիտայի խնդիր, շատ մեծ խնդիր ունենք։ Այն քաղաքական էլիտան, որը կա այսօր, վստահություն չի ներշնչում ժողովրդին։ Հիմա դնենք ժողովրդին, մեղադրենք, որ այդպիսի իրավիճակ է։ Ոչ, ես մտածում եմ, այս ամբողջ ընթացքը, այս խմորումները, որ գնում են, բնականից հանելու է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց միջից այն լիդերներին, ովքեր որ կարողանալու են այս ժողովրդին առաջնորդել դեպի ազատագրություն, որովհետև մեր երկիրը բոլորս էլ հասկանում ենք այսօր, որ օկուպացված է։ Ես շատ լավ եմ տրամադրված, վստահ եմ, որ մեր ազնիվ ժողովուրդը, երբ որ ժամանակը գա ու երբ որ ժողովրդին համապատասխան առաջարկ կտրվի, ժողովուրդը իր խոսքը ասելու է եւ շատ վճռական խոսք է ասելու։ Մեր ժողովուրդը մի քիչ էլ սիրում են բանը դանակը ոսկորին հասնի, նոր ինչ որ գործողություններ անի, ինչպես օրինակ Սարդարապատի պարագաներ,
կլինի, լինելու է, ամեն ինչ էլ լինելու է ու ժողովրդի տրամադրվածությունը տեսնելով հասկանում եմ, որ թեկուզ եթե օրինակ 6 ամսվա մեջ չեղավ, մի տարվա մեջ կարող է լինի կամ 1.5 տարվա մեջ կարող է լինի, բայց այդ ազատագրությունը լինելու է։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը Սրբազան պայքարի ակտիվիստ Լիդիա Մանթաշյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։